մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, տիկնակ եւ պարոնայք, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 250A որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ընտրված ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու եւ մանդատներ տրամադրելու մասին թիվ 1 արձանագրությունը։ Հարգելի գործընկերներ, այսօր ինձ համար հաճելի միաժամանակ պատվաբեր եւ պատասխանատու պահ է։ Ես ինձ շատ հպարտ եմ զգում որպես տարիքով ավագ պատգամավոր, իմ տարիքը հաշվի առնելով ինձ հնարավորություն է ընձեռնվել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ այսօր էլ 9-րդ գումարման առաջին նստաշրջանը բացելու համար։ Երևի իմ տարիքը հնարավորություն է տալիս նաեւ մի մեծ խնդրանքով դիմել ձեզ։ Ես խնդրում եւ հորդորում եմ իմ դիմադիր եւ ընդդիմադիր բոլոր քույր եւ եղբայր պատգամավորներին, եկեք լինենք միասնական, մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները, հավաքվել մեր պետության եւ կառավարության շուրջը, անել ամեն ինչ, որպեսզի մեր երկիրը ընթանա ճիշտ զարգացման ուղիով։ Այսօր մեզ համար, մեր ժողովրդի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է խաղաղությունը, որի շնորհիվ պետք է մեր երկիրը տնտեսապես զարգանա եւ ընդհանրապես հզորանա։ Միայն հզոր երկրի հետ եւ թշնամիները եւ բարեկամները սկսում են հաշվի նստել։ Պատերազմը ոչ մեկին լավ բան չի բերում, բացի ավերվածությունից, արյունահեղությունից, մարդկային զոհերից ու կորուստներից։ Դրա համար պետք է անել ամեն ինչ, որպեսզի հարցերը չլուծվեն պատերազմի միջոցով, այլ դիվանագիտական խաղ ճանապարհով։ Մեր հանրապետության վարչապետ հարգարժան Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին եւ ճիշտ ու հեռատես քաղաքականության շնորհիվ մի շարք գերտերությունների եւ հարևան երկրների հետ հաստատվել են բարիդրացիական լավ հարաբերություններ, որոնց շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը ապրում է եւ կապրի երկարատև խաղաղությամբ։ Մեր խելացի եւ հեռատես ժողովուրդը ընտրեց խաղաղության կուսակցությունը, հաղթեց խաղաղությունը։ Ես սրտանց շնորհավորում եմ նորընտիր պատգամավորներին, մաղթելով բեղուն աշխատանք, հեռատեսություն եւ անսպառ եռանդ։ Թույլ տվեք ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, որպես տարիքով ավագ պատգամավոր, ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը հայտարարել բացված։